Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 20-րդ գլուխ Դավիթի վերջին խոսքերը։ Ահավասիկ Դավիթի վերջին խոսքերը Հեսեի որդին Դավիթ կպատկամե այն մարդը, որ բարձրացավ Հակոբի աստուծույն օձյալը եւ Իսրայելի հաջելի Սամոսերքուն կպատկամե։ Դիրոջ հոգին ինձմով խոսեցավ, ու անոր խոսքը իմ լեզվիս վրա էր։ Իսրայելի Աստվածը խոսեցավ, եւ Իսրայելի վեմը ինձ եսավ։ Մարդիկ գարավարողը թող արդար ըլլա, ու Աստուծո վախով գարավարե։ Այն ադեն ան պիտի նմանի արդվան լույսին, որ արևին ցակած ադենը գերևնա, առանց թանցր ամբի արդումը եւ արևի բայցարության, որ անցրևեն յետ կեդինեն թալար գփուսցնե։ Միթե իմ դունս Աստուծոքով այսպես չէ, քանի ինձի հետ հավիտենական ուխտ մաստադեց, որ ամեն գերբով գարկատրված ու բահբանված է։ Միթե պիտի չփուսցնե իմ ամբողջ փրկությունս եւ ամբողջ բաղցանքս, իսկ բոլոր անօրենները դուրս նետված փուշերու պես պիտի լան, որոնք ցերկով չեն բռնվիր։ Անոնց թփչող մարդը երկաթով ու նիզակի փունով գզինվի եւ իրենց գեցած դեղը բոլորովին պիտի այրվին գրագով։ Դավիթի հրճագավոր զինվորները։ Ահավասիկ Դավիթի զորավոր մարդոց անունները։ Յոսեփ Փասեփետ Թահքեմոնացին, որ զորավարներուն գլխավորն էր, ան իր նիզակը վերցուց 800 մարդոց վրա ու զանոնք մեկ անգամեն մերցուց։ Իր մեկ ետք Ակուքացի Թովթայի որդին Եղիազար, որ Դավիթի հետ եղող 3 զորավարներեն մեկն էր, երբ անոնք բادرազմելու համար հոն հավաքված փղշտացիները թիմակրավեցին։ Մինչ իսրայելացիները փախան, անգանքնեցավ եւ փղշտացիները զարգավ, մինչեւ որ ցերկ հոգնեցավ ու ցերկը իր սուրին վրա փագավ։ Դերը այդ օրը մեծ հաղթանակ տարավ եւ ժողովուրդը անոր յետևեն վերադարձավ միայն ավարը առնելու համար։ Իր մեկ ետք Արարացի Աքեի որդին Սամմայր։ Փղշտացիները զորակունդ մգազմած էին, հոն ոսպով լեցուն արդ մգար։ Ժողովուրդը փղշտացիներուն արջևեն փախավ, բայց ինք արդին մեջտեղը գայնեցավ, զայն պաշտպանեց ու փղշտացիները զարգավ եւ դերը մեծ հաղթանակ տարավ։ 30 զորակլուխներեն 3 իջան հունցքի ադեն ոտողոմի քարայրը Դավիթի եկան։ Փղշտացիներուն մեկ քունթը ռապայիններու հովիդին մեջ փանագած էր։ Այն ադեն Դավիթ բերդին մեջ էր, իսկ փղշտացիները այն ադեն բահագազորք ունեին Բեթլեհեմի մեջ։ Դավիթ փապակելով ըսավ. Բեթլեհեմի թուրը եղող չրորեն ով ինձի ճուր պիտի խմցնե։ Ուստի այս 3 զորավորները փղշտացիներուն փանագավայրը ջերկեցին անցան, Բեթլեհեմի թուրը եղող չրորեն ճուր քաշեցին, զայն գրեցին ու Դավիթի բերին, բայց ան չուզեց անգեխմել, հավազայն թափելով դիրոջ նվիրեց եւ ըսավ. Ով դեր, հերու ինձ մե, որ ասիգա անեմ, իրենց կյանքը վտանգելով քացող մարդոց արյունը խմեմ, ուստի անգեխմել չուզեց, ասիգա արին այդ 3 զորավարները։ Շարույան Հովապի եղբայրը Ափեսա այդ 3-ին գլխավորն էր։ Ան իր նիզակը 300 մարդոց դեմ վերցնելով զանոնք մերցուց։ Ան 3-ին մեջ անվանի էր։ Այդ 3-ն ամենեն բադվավորն էր, ուստի անոնց բեդ եղավ, բայց առաջին 3-ին աստիճանին չհասավ։ Բազմաթիվ քաչակորձություններ գդարող Գապեսեելացի գդրիչ Մարտումը որդիին Հովյաթայի որդին Փանիա Մովապի 2 արույցներ զարգավ, նաև ցյունի ժամանակ իջավ ու կուփին մեջ արույցը զարգավ։ Ան ահարգու դեսկով Եգիպտացի մարդն ալ զարգավ։ Եգիպտացին ցերկը նիզակ մգար, բայց Փանիա ծուբովը անոր քով իջավ։ Եգիպտացին ցերկեն նիզակը հապշտագեց եւ անոր նիզակով զայն մերցուց։ Այս քաչակորձությունները գդարեց Հովյաթայի որդին Փանիա ու 3 զորավորներուն մեջ անվանի եղավ։ 30-ն ավելի բադվավոր էր, բայց
առաջին 3 աստիճանին չհասավ։ Դավիթ զայն իր բաղախումբին վրա նշանակեց։ Հովաբի եղբայրը Ասայել 30-ն էր, նաև Բեթլեհեմացի Թովթայի որդին Ելիանան, Հարոթացի Սամմա, Հարոթացի Եղիգա, Փելլադացի Քեղես, Թեգվացի Եկքեսի որդին Իրաս, Անաթոֆթացի Ափիեզեր, Օվսացի Մեփունա, Ակուքացի Սելմոն, Նեդոփաթացի Մարա, Նետոփաթացի Փանայի որդին Ալապ, Փենյամինի որդիներուն Քափաեն, Ռիփայի որդին Եթի, Փարաթոնացի Փանյա, Քաասի ծորերեն Ատտայի, Արափաթացի Ափիելփոն, Փարումացի Ազամոտ, Սաղափինացի Եղիափա, Հասենի որդիներեն Հովնաթան, Արարացի Սամմա, Արարացի Սարարի որդին Աքիամ, Մաքաթիի որդին Ահասպայի որդին Եղիփաղեդ, Քեղոնացի Աքիդոփելի որդին Եղիամ, Գարմելացի Ասարե, Արփացի Փաարա, Սուփացի Նաթանի որդին Իքաղ, Քաթացի Փանի, Ամոնացի Սելեկ, Շարուհյան Յովափի զինագիրը, Փերովթացի Նաարա, Հեթերացի Իրաս, Հեթերացի Քարեբ, Քեդերացի Ուրիա, բոլորը 37-ն էին։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։